Այս ծրագրից օգտվելու համար, եթե չեմ սխալվում, այսինքն չեմ սխալվում, զուտ հիշեցնենք մեր լսողներին, Լեռնային Ղարաբաղից ներգաղթած մեր հայրենակիցները պետք է պարտադիր ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Վերջի շրջանում մի քանի տեղ տենց լուրեր են տարածվում, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության մերժում է շատ մարդկանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամադրել, Հայաստանի Հանրապետության անձնագիր տրամադրել։ Կխնդրեի, եթե ձեր ձեռքի տակ տվյալներ կան, մինչև այսօր քանի հոգի է դիմել, քանիսն է մերժվել, քանիսն են ստացել եւ ընդհանրապես այդ լուրերը ինչպես կմեկնաբանեք։ Շնորհակալություն, պարոն Թունյան, հարցի համար։ Ես այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել, ուրեմն քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը, որից 16919-ը չափահաս եւ 8314-ը անչափահասներ են։ Մշակման մեջ, այսինքն քաղաքացիության համար դիմաց եւ դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած նման տեղեկություններ չունեմ եւ նաեւ մենք գրեթե ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք եւ որևէ նման ահազանգ չենք լսել, բայց քանի որ հարցով զբաղվում է քաղաքացիության հարցերով զբաղվում է ներքին գործերի նախարարության միգրացիոն եւ քաղաքացիության հարցերի ծառայությունը, եւս մեկ անգամ իրենց հետ կքննարկենք հարցը, բայց նորից եմ կրկնում, առաջին անգամ եմ լսում, որ նման խնդիր կա, շնորհակալություն։ Արձագանք չկա, հաջորդիվ Արուսյակ Մանավազյան, համեցեք։ Պարոն Խաչատրյան, իհարկե ծրագիրը շատ լավ ծրագիր է, բայց ես հետևյալ հարցն ունեմ, արդյոք մինչ այս պահը ծրագրից ինչու են թվով քիչ մարդիկ օգտվել եւ մոնիտորինգ արվել է արդյոք բանկերում, երբ դիմում է քաղաքացին դիմում է, ինչ խնդիրների է բախվում, արդյոք այդ խնդիրների պատճառով է եղել, որ քիչ են եղել դիմումները, կամ եթե ունեք ուսումնասիրություն արված, կարող եք ասել ինչ խնդիրներ։ Շնորհակալություն, բանկերի մասով միանշանակ նշեմ, որ որևէ խնդիր չունենք, որովհետև մենք կնքել ենք թվով 6 բանկերի հետ սպասարկման պայմանագիր այս ծրագրի եւ դա բավականին հեշտացված ու մշակված ընթացակարգ է եւ այս մասով բանկերի հետ կապված որևէ խնդիր չկա։ Դիմելիության մասով, քանի որ գլխավոր պայմաններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալն է, ինչպես նշեցի, արդեն 30,000-ից ավել մարդիկ դիմել են, նրանցից մեծ մասը ստացել են, մեծապես կապում ենք քաղաքացիության դիմելիության տեմպերի հետ եւ մեծ հաշվով բավականին մոտ են այն թվերը, որ դիմում են եւ ստանալուց հետո արդեն հավաստագրի ստացման են դիմում, եթե այսքանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար